Շնորհակալություն Վահե Մակարյան։ Մի հարց, որ խնդրել են փոխանցեմ արտերկրում ապրող պահեստավորի սպաները, օրինակ Ամերիկայում այլ երկրներում եւ ոչ միայն սպաներին վերաբերում։ Խոսքը թոշակների փոխանցման ստացման կարգին է վերաբերում։ Այն մարդիկ, որոնք որ գտնվում են արտերկրում եւ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն ունեն տարին մեկ անգամ գալ Հայաստան եւ այստեղ իրենց բանկում ներկա գրվել է, այսպես ասած, որ այդ թոշակը որ հավատալու է նոր տեխնոլոգիաների դարում մարդիկ որ գտնվում են այլ երկրներում կարող են այդ փոխանցել ստանալ, որտեղ այս տարի նորից սպաներ կան բազմաթիվ, որ Ամերիկայում են մնակվում եւ իրենք չգիտեմ ծառայել են երկրին, են պատասխանատվի են մասնակցել եւ հիմա զտված են փոխանցելու հնարավորություն, որտեղ տարբեր պատճառներ չեն կարող գալ տարի մեկ անգամ Հայաստան գրանցվել եւ գնալ։ Սրա մասով նախտեղեկ է չէ ինչ լուծում կարող են առաջարկել եւ երկու այդպես կարճ հարցեր, որ ձեր խոսքերից առաջացավ։ Նախ այդ պարեկների մասով ի վերջո աշխատանքից ազատ պարեկներ կան, թե չէ։ Ճիշտ է, այդ 50-ը ոնց որ հերքել են։ Հիմա չգիտեմ։ Ասոտը չկա։ Երբ դուք որ ասում եք ես SMS-ով 1, 2, 3 պատճառից ավել, այսինքն մի պատճառով չեմ հեռացել Պաշտոնյան երկու պատճառով, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր ԿՊՑ պետ Սարգիս Հովհաննիսյանին կարծես թե մեկ պատճառով հեռացրիք աշխատանքից, Պաշտոնից, երբ որ իմացաք, որ այսինքն ձեր կառավարական համառոթի մոտ գտնվող Լևինի տանիքին սալյուտ էին խփել, դուք երևի վախեցել եք կամ անհանգստացել եք, ու բայց հրահանգել եք միանգամից տեղում ազատել նրան Պաշտոնից։ Օրինակ սա հիմա մի պատճառ է, թե այլ ավելի խորհրդային պատճառներ են կային։ Ունեք էլ ԲԴԽ նախագահային SMS ուղարկել է նորմալ է։ Էլ են ձեր կառավարության անդամները նիկով։ ԲԴԽ նախագահի վերջո սուպեր անկախ բանալի ղեկավար է, ու գործադրի ղեկավար եւ SMS ուղարկել։ Բայց կարող է SMS-ի պատասխանել, որ պատասխանել է։ Կարող է չտալ հրաժարական։ Բայց նաեւ ԲԴԽ-ն էլ այո անկախ մարմին է, բայց նաեւ եկեք արձանագրենք, որ քաղաքական մեծամասնությունն է, չէ՞ ընտրում իրան։ Նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում քաղաքական մեծամասնություն։ Հիմա ես որ բակ մտնում եք, մարդիկ էլի արդարությունից ու արդարադատությունից են խոսում։ Մի հատ ինձ բացատրեք, ես պատասխանատվությունը դրա ոնց կրեմ։ Մի մասին բողոքում եք, ասում եք բանին մնացական Մարտիրոսյանին չեք հանում գործից։ Մյուս մասից բողոքում եք, ասում եք հանում եք գործից։ Ես ոնց կրեմ քաղաքական պատասխանատվություն։ Չեմ խառնվում, հենա չեմ խառնվում, մարդիկ ասում են միջև Միխայել Քոչարյանը նստած չի, պատասխանի։ Էդ էլ են ասում։ Բա էդ էլ են, տեսեք դուք էլ եք հարցնում, բայց ինչ եք ինձ հարցնում։ Սերժ Սարգսյանի մասին էլ են հարցնում, Ռոբերտ Քոչյանի։ Չէ, բայց կա իրավական համակարգ, բայց էլ եմ ասում, ես ընդհանրապես մեր իրավական համակարգի ամենամեծ խնդիրը համարում եմ այն, որ մեր դատա իրավական համակարգը օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Ինքը կղզիացած, անհասկան։ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ չի բխում ժողովրդից։ Մեր դատա իրական համակարգի ֆունդամենտալ պրոբլեմն է նա, որ չի բխում ժողովրդից։ Եվ հետևաբար սահմանադրական փոփոխություններով մենք այս հարցը պետք է լուծենք։ Եվ դատաիրավական համակարգը պետք է օրգանական կապով բխի ժողովրդից։ Հակառակ դեպքում այս խնդիրը չի լուծվելու երբեք։ Եվ առանց սահմանադրության փոփոխությունների այդ խնդիրը չի լուծվելու։ 8 տարի պատրաստում էինք սահմանադրության, ասում եմ առանց սահմանադրության փոփոխությունների այդ հարցը չի լուծվելու։ 8 տարի անց դուք նորից նախնիներն եք իրականացնում, ուրիշ հերոսյալը չգիտեք, բացի Քոչարյանի նախնիներից։ Ես չեմ թիրախավորում, եթե դուք ուղղ եթերում հետևում եք, ժողովուրդն է թիրախավորում։ Ինձ էլ թիրախավորում է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս ազատության մեջ է։
այն երկու հարցը Սարգիս Հովհաննիսյանին չի ազատեցիք, եթե մի պատճառի։ Սարգիս Հովհաննիսյանին ազատեցի 3-րդ պատճառով, ցանկացած որևէ մեկին ազատել եմ 3-րդ պատճառով։ Դա արդեն այլ մանրամասն ՊՊՑ-ն հատուկ ծառայությունն է եւ իր գործունեությունը չեմ պատրաստվում հրապարակային քննարկման առարկա դարձնել։ Թոշակները այս տազորի սպան ինչի չի կարա գա Հայաստան կարա բացատրել։ Ինչի չի կարա գա Հայաստան։ Դե մեկը կարող է երկուսը, բայց բազմաթիվ այլ Ուրեմն Պայստարզորի սպան բնակվում է Միացյալ Նահանգներում եւ չի կարող գալ Հայաստան, այդ արդեն լավ չի հնչում։ Մեկը հիվանդության պատճառով, մեկը փաստաթղթի խնդիր ունի, բայց Դուք գիտեք, որ այդ համակարգը հերրավար հաստատման ինքը շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում, մենք չենք կարող այդ միջև սպա մենք վստահելի լուծում չենք գտել եւ որ պահին կտեսնենք, որ որևէ լուծում կա, որը վստահելիորեն այդ հարցը կարգավորում է, գուցեև գնանք այդ լուծումներին։ Միջև սպա նման լուծում չենք գտել։ Շնորհակալություն եւ Թող գան ստանան թոշակ։ Վերջին հարցը։ Ով ում սպառնում աշխատանքից ազատելը։ Եթե ասեմ, որ եթե նամակների բովանդակությանը մեկ ուղղակցություն գրված կան, անանուն նամակներ կան, կապած այն բանի Լավ էլ Ժորժը։ կան այդպիսի ահազանգեր նաև ձեզ, որ մարզերում պետական աշխատողներին ուղղորդում են մասնակցել ձեր ապրանքներին։ Ես ասում եմ, բոլոր պաշտոնյաները, ով վարչական ռեսուրսով մարդկանց ստիպում են, որ գան մեր հանրահավաքներին, այդ մարդիկ կազատվեն աշխատանքից։ Բայց եթե պարզվի, որ որևէ մեկը ուզում է գա մեր հանրահավաքին եւ արգելում են գա մեր հանրահավաքին, այդ մարդիկ նույնպես կազատվեն աշխատանքից։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ես բոլոր պետական պաշտոնյաներին եւ ժողովրդին եւ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել մեր հավաքներին։ Կոչ եմ անում պետական պաշտոնյաներին, բոլորին, որովհետև ես չեմ կարող քաղաքացիների մի մասին կոչ անել, մյուս մասին ում օրենքը չի արգելում եւ երբ օրենքը չի արգելում, ուսուցիչներին, տնօրեններին, պետական պաշտոնյաներին, բոլորին ես կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել մեր հանրահավաքներին։ Եվ ես որպես շարունակություն ասում եմ, եթե որևէ մեկը ցանկություն չունի արձագանքել իմ կոչին, բայց նրան ստիպում են արձագանքել իմ կոչին, այդ ստիպողը աշխատանքից կազատվի։ Բայց եթե որևէ մեկը ցանկություն ունի արձագանքել իմ կոչին, ներառյալ ուսուցիչ, ներառյալ տնօրեն, ներառյալ որևէ պաշտոնյա, ում օրենքով ընդհանրապես կամ կոնկրետ հանգամանքներում արգելված չէ մասնակցել, եթե որևէ մեկը հանկարծ արգելի որևէ մեկին մասնակցել մեր հավաքից, այդ արգելողին էլ կազատեմ, ստիպողին էլ կազատեմ, ստիպողն էլ ապատասխանատվություն կրելու, արգելողն էլ ապատասխանատվություն կրելու։ Եվ ես բոլորին կոչ եմ անում, որտեղ հանրահավաք եմ հրավիրում, ես կոչ եմ անում, որ մարդիկ մասնակցեն, ուսուցիչները, տնօրենները, բոլոր պետական աշխատողները այն դեպքերում եւ այն պայմաններով, երբ իրենց արգելված չի, որովհետև կան դեպքեր, որ արգելված է, սահմանափակումներ կան։ Ասենք օրին եւ ես էլի եմ ասում, ես չեմ ուզում այդ բանով, այդ այսպես ասած սադրանքներով տպավորություն ստեղծվի, բայց մարդկանց թույլ չեմ տալիս, ես թույլ չեմ տալիս գալ մեր հանրահավաք, ես բոլորին ոչ միայն կոչ եմ անում, այլև խնդրում եմ, ակնկալում եմ, որ ակտիվ մասնակցեն
մեր քարոզարշավին աջակցեն մեզ բոլոր հնարավոր կերպերում, բայց բացառապես օրենքով չարգելված եւ որոշ դեպքերում, ովքեր պետական պաշտոնյաներ են, օրենքով թույլատրված դեպքերում։ Բայց իմ կոչը շատ ուղիղ է, աջակցեք մեզ, մասնակցեք եւ հավաքներին եւ բոլոր են աջակցության ձևերով, որ օրենքը չի արգելում, սահմանադրությունը չի արգելում բան անել, աջակցել։ Բայց կարող է պետական պաշտոնյաներին ասեմ, չէ, գնացեք Կալուգացի Սամոյին բան արեք, աջակցեք։ Կարող է ռիսկի տակ լինել, որ տնօրենը վաղը կազատի իրեն չեն Ոչ, չի կարող։ Չի կարող։ Չի կարող։ Եվ Առաջին հարցը ո՞րն է։ տրամադրությունների Հա, ես կարող եմ, ես ուզում եք կարդամ, բայց չարժի կարդալ, որովհետև գրածը շատ էմոցիոնալ է։ Ես կարող եմ ձեզ ասել վարչության անդամներին քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ինչ եմ գրել այսօր, գրել եմ, որ երկրում օր, ժամ իրավիճակը փոխվում է, եւ մարդիկ այնպիսի էմոցիաներ են արտահայտում, որ ես այնպիսի էմոցիաներ են հաղորդում, որ ես նույնիսկ չեմ հավատում, ես անդադ կասկածում եմ, ասում եմ, լսեք, ես կարող եմ ինչ-որ ձևով բեմադրած է, ինչ-որ ձևով տենց այլ բան է, բայց ոչ, որովհետև այնպիսի իրադրություններ են եւ այնպիսի էմոցիաներ են, այնպիսի խոսքեր են, որ ինձ համար ակնհայտ է, որ իրոք ես երբ որ խոսում եի հեղափոխության մասին, գիտեք ինչ, ես անկեղծ ասեմ, հունիսի 7-ին ընտրություններ չեն լինելու իմ տպավորությամբ։ Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու։ Որովհետև այս էմոցիաները, այս մարդկանց այս վերաբերմունքը, այս խոսքերը ինչարից ամեն ինչ որ եթերում է լինում։ Դուք էլ լրագրողներ եք, այդ մարդիկ էլ կան։ Գնացեք, տեսեք ինձնից հետո, ինձ հետ շփվելուց հետո նույն բանը կասեն, թե կասեն, չէ, դե ստիպել են, դա հնարավոր չի ստիպելով անել։ Դա հնարավոր չի։ Մարդկանց կարան ստիպելով ասեն գնա կանգնի։ Բայց որ մարդկանց չեն կարա ստիպել ասել բառեր, նախադասություններ, որոնց մեջ ահռելի էներգիա կա եւ ահռելի էմոցիա կա։ Եվ այդ ակնհայտ է այդ էմոցիան եւ էներգիան ինձ համար։ Եվ օրի ժամը փոխվում։ Ես նոր էի նայում, սկզբից ինձ թվաց թե կանգ առա, բայց հիմա ինչքան հասկանում եմ, ինչ բացասական փոփոխ։ Ոչ, ինչ պետք է նկատեմ։ Այսօր նկատեցի, որ Բևերի ներկայացուցիչներից մեկը եկավ, խոսած, ասեց, որ ես մարդկանց խափում եմ, որ պետք է հեռանալ, ես էլ ասեցի ժողովուրդը կորոշի կհեռանան, որ եթե ժողովուրդը Ինչ Չէ, մենք շատ բաների վրա պետք է աշխատենք, բայց ես տեսնում եմ, որ ժողովուրդը ահռելի պոզիտիվ տրամադրության մեջ է, ահռելի, եւ ես այսօր բանում էլ ելույթ ունեցա, ասի հիմա խոսքը ոչ թե ուրախ ավտոբուսի, այլ ուրախ Հայաստանի մասին է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ուրախ է, ժողովուրդը ուրախ է, ուրախ է խաղաղության համար, ուրախ է սոցիալական, տնտեսական, քաղաքական ահռելի փոփոխությունների համար։ Եվ ունի ժողովուրդը ուրախանալու շատ բան, եւ ես ուրախ եմ, որ ժողովուրդը ուրախ է։ Շնորհակալ եմ։